տարի արդեն ինչ-որ միջոցառումներ է վարում։ Ըստ երևույթին որ փորձում էի հաշվել, երևի հազարավոր միջոցառումներ են վարել, տասնյակ կամ հարյուրավոր ինչ-որ բացումներ են վարել, մեքենաների, սալոնների, խանութների, սրահների, ավիաշոուների, համերգների, ֆուտբոլային խաղերի, միջազգային ինչ-որ միջոցառումների, չեմպիոնատների եւ այլն։ Ու միշտ երազել եմ, որ ինչ-որ մի հատ նենց թույն բան լինի հայկական, որ ես բացում անեմ ու հետո թորներից պատմեմ, էլի չգիտեմ, հայկական առաջին ինքնաթիռը, հայկական առաջին հրթիռը դեպի Մարս, հայկական էլեկտրոմոբիլը եւ այսօր փաստորեն իմ երազանքներից մեկը կատարվում է, որտեվ այսօր շատ լուրջ եւ կարեւոր բան է բացվում, շատ լուրջ եւ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա եւ շատ լուրջ եւ կարեւոր բան ենք անում ոչ միայն որպես հայ, այլ որպես մարդ։ Հայկական զոլավոր բրենդը ձեռնոց է նետում ավելի վաղ ստեղծված արտասահմանյան արհեստական բանականության գործիքներին։ Առաջին հայկական արհեստական բանականությունը Զերոն ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու եւ ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Զերոն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունություն ու տեխնոլոգիաները, ձևավորելով ծառայությունների նոր որակ, առավել արդյունավետ, անհատականացված եւ կանխատեսելի։ Հայկական առաջին բանականության ստեղծողն է Հրազդանից 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։ Նա 9 տարեկանից սովորել է ծրագրավորում, սիրողական մակարդակով։ Մի օր էլ հասկացել է, տարիների ընթացքում ստեղծած պրոդուկտը պետք է օգտագործել ի նպաստ մարդու։ Ես մտածում եմ միայն իմ կյանքը հեշտացնելու համար, բայց հետո հասկացա, որ ոչ, սա բոլորի կյանքը կարող է հեշտացնել ու հենց իր նպատակը է դա հեշտացնել մարդկանց կյանքը, խնայելով իրենց ժամանակը։ Արմանը համոզված է, հայկական արհեստական բանականությունը որևէ բանով չի զիջում մինչ այս արդեն հայտնի էաներին, ավելի կատարելագործված է։ Իր նպատակն է ավելի զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ։ Իր ծրագիրն իրագործելու համար Արմանը դիմել է Սամվել Թադևոսյանին։ Վերջինս խորհրդակցել է մասնագետների հետ, որոնք էլ ասել են՝ լուրջ ծրագիր է, ու սկսվել է նախապատրաստական աշխատանքն։ Սամվելի հետ համագործակցությունը ստացվեց, այդ ժամանակվանից արդեն հավատացել եմ, որ Զերոն զարգանալու է ու դառնալու է լուրջ պրոյեկտ։ Ընտրում էի այնպիսի մի մարդու, որ կարող է ինձ օգնել այդ գործում, հաջողակ բիզնեսմենի, ով այդ ոլորտում կա ու գրել եմ էլի մարդկանց, Սամվելը միակը չի եղել եւ ոչ էլ առաջինն է եղել, սակայն միայն Սամվելն էր, որ տեսավ, արձագանքեց իմ նամակին, այդ նույն նամակը ուղարկվել է մի քանի գործարարների, բայց միայն Սամվելն էր, որ արձագանքեց, պատասխանեց։ Զերոյի հենց ամենասկզբի լեզուն, որով ինքը սովորել է, AI-ում կա այսպիսի մի հասկացություն տրեյն անել, սովորել, հենց Զերոյի առաջին լեզուն, որով սովորել է, դա հայերենն է, նոր մնացած աշխարհի լեզուները։ Դրա համար էլ ինքը ամբողջությամբ տիրապետում է հայերենին, եւ պատմությանը, եւ գրականությանը, եւ կարող է ձեր հետ հանգիստ հայերեն շփվել, ինչը օրինակ մնացած AI-ները աղավաղում են ու չեն կարողանում։ Հիմա պլաններումս կա Զերոն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ, որպեսզի ոչ միայն Հայաստանում լինի, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ամբողջությամբ հայկական արհեստական բանականությունը ինքը ֆրիլանսինգ է, Apple Store-ից ու Play Market-ից կարող եք ներբեռնել։ Ամբողջությամբ top-of-ի վերսիա է, այսինքն այն արհեստական բանականությունները ինչ որ կան, ինչ որ դուք գիտեք շուկայում, համաշխարհային գիգանտները, որը հանել են, մերը մի մակարդակ ավելի բարձր է, կարող եք ներբեռնել ինքներդ փորձել, բայց ինքն ունի յուրահատկություն, որը ոչ մեկ էսպային աշխարհում չունի, որը պատենտավորված է թե միջազգային գործակալությունում, թե հայկական գործակալությունում, ինքը կարողանում է հենց մի անգամից իր չաթի ներսից հրահանգներ կատարել։ Այս պահին մենք շուկային ենք ներկայանում ուղևորափոխադրումներով, բացի արհեստական բանականությունով, որը որ քվանտային մեխանիկայի խնդիրներ է լուծում ու ինքներդ կարող եք կամ տեքստեր գրում կամ սցենարներ գրում, ինչ որ ուզենաք իր հետ անեք, ինքը հստակ անելու է։ Ինքը կարողանում է հստակ հրահանգավորի, ասենք մեքենա կանչի ձեր համար, բացի դրանից դուք կարող եք իրան ասել ժամը 8-ին արինց գնում ենք, արին հետևից գնում ենք գործի, ժամը 10-ին մեքենա կուղարկես երեխեքին թող տանի մանկապարտեզ, երեկոյան էլ չգիտեմ, ժամ 6-ին մեքենա ուղարկի թող ծնողներին բերի տուն։
ինքը այդ ամեն ինչը հիշում է, ամեն ինչը իրականացնում է, ձեզ իհարկե մի քիչ ժամ առաջ կամ 15 րոպե առաջ տեղեկացնելով, բացի դրանից ինքը նոր միջավայր է ստեղծում, բիզնես միջավայր կապված ուղևորափոխադրումների մասով, դուք գիտեք բոլոր ընկերություններն ու դրանք շատ չեն 2-3-ն են, որ Հայաստանում աշխատում են, էվոլյուցիոն նոր փուլն է այդ ծառայության, որը ոչ միայն հայկական մասնագետների կողմից է գնահատվել, այլ նաև համաշխարհային մասնագետների, այդ ամենը ինչ որ կարող եմ ասել մեր ստեղծած էփի մասին։ Եվ անվճար է, չէ՞, ամենակարևորը, որ ինքը կարևորներից մեկը, որ ինքը անվճար է, այսինքն եթե դուք այս նույն ծառայությունները ստանաք այլ էփերից, այդ համաշխարհային գիգանտներ, այսպես ասած, իրանք ձեզնից բավականին մեծ գումարներ են գանձելու, իսկ մեր մոտ կարող եք օգտվել լրիվ ամբողջ։ Եթե ուզում եք ուտելիք պատվիրել, ձեր համար դա մի 10-ից 12 քլիկ է, ինչը որ մենք ուսումնասիրել ենք, իսկ մեր մոտ ընդհանրապես քլիկ չկա, իսկ գաղափարը 0 քլիկն է ու 0 բառը հենց տեղից է ստեղծվել, որ 0 քլիկ ինչ ուզում ես արա ու դրա վրա ժամանակ մի ծախսի, խնայ քո ժամանակը ավելի հետաքրքիր ու ավելի լավ բաներ կա, մնացածը 0-ն կանի, իսկ ինչ վերաբերում է մասկոտին, զեբրի հետ կապված ու ինչու ոչ հայկական, որովհետև այս ծրագիրը մենակ նախ առաջինը հայկական հայերի համար չի ստեղծված, ինքը ամբողջ աշխարհինն է, որ եթե մենք ինչ-որ հայկական ունիկալ բան վերցնենք, ինքը կարող է լավ այդ շուկաներում չկարողանար իր դիրքերը հենց վերցնել, ոնց որ սենց կվերցնի, իսկ ինչու զեբր, որտեղ զեբրը ինքը շատ հոգատար, ընկերասեր ու միշտ օգնության հասնող կենդանի է ու հենց մեր արհեստական բանականությունը ու հենց մեր պրոդուկտը դրա մասին է, որ մենք ձեր կողքին ենք ամենօրյա ռեժիմով, ձեր ընկերն եք ու հասանելի ենք լինելու 24 ժամ, ոնց որ զեբրը իր ընկերների համար։ Ֆրանշիզան 5 երկրներում ձեռք բերված է, դա մեր տարածաշրջանում Վրաստանը եւ գրեթե ամբողջ Միջին Ասիան, այսինքն Ղազախստան, Կիրգիզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, ինքը մի քանի լեզուներով այս պահին դուք կարող եք իր հետ շփվել հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ ինքը շփվում է աշխարհի բոլոր լեզուներով։ Բոլոր նրբությունները հաշվարկված են, ամբողջությամբ ինքը պրոմպտ է կոչվում այդ սահմանաչափերը, որը որ մենք իրան տալիս ենք, ինքը չի խոսում պորնիկագրական նյութերից, չի խոսում ինչ-որ սեքսուալ բնույթի, ինչ-որ խնդիրներից, բժշկական ինչ-որ բան հավատից չի խոսում, այսինքն այն թեմաները, որոնք որ շատ զգայուն են ու պետքա վերահսկվեն մասնագետների կողմից, ինքը այդ թեմանից չի խոսում, այլ խորհրդատարած դիմել մասնագետին։ Իդեպ, օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ կենդանաբանական այգուց զեբր է փախել։ Այնուհետև պարզվեց, որ զեբրը զեբր չէ, կենդանաբանական այգուց էլ չի փախել։ Դա Զերոյի նախաձեռնությունն էր, խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը իրենց բրենդի գլխավոր խորհրդանիշն է, զեբրի մասին։ Ընկերներից մեկը Facebook-ի, որը որ մեր պետհամալսարանում տնտեսագիտության դասախոսա ու նաև հենց մարքեթինգն է իր այդ ուղղվածությունը, ասաց պետք չի շատ փող ու մարքեթինգը փողի մասին չի, պետք է ընդհանրապես լավ կրեատիվ ու մի հատ էշ։ Բոլորն արդեն կարող են ներբեռնել Զերո հավելվածը։ Ուղղակի հայկական զեբրիկը դեռ փոքրիկ է, պետք է ուշադիր վերաբերվել։ Հայկական արհեստական բանականությունը դեռ դաստիարակման կարիք ունի, ու մենք այն կարող ենք միասին դարձնել ավելի հայեցի ու հայաֆիկացված։ Զերոյի շնորհանդեսն ազդարարեց։ Հայաստանում արդեն ձևավորում են արհեստական բանականության սեփական լուծումներ ու նորարարական տեխնոլոգիական պրոդուկտներ։